Ես լսում էի, որ նաև այստեղից գոռում էին կեցե եռատոնը, բայց ցավոք սրտի մեզանից մեր հաղթանակը խլվեց, հիմա որևէ մեկը Շուշիի ազատագրման մասին չի խոսում օրինակ իշխանություններից, այս առումով ինչ կարող եք ասել, ինչու չկարողացանք ասել, որ արյան էջերով, արունով, մեր զինվորներով մենք Շուշին են գրավել, Ղարաբաղն են գրավել, ազատագրել եք, այսօր էլ մեր այդ եկեղեցիները, գեղեցկությունը, ամեն ինչը հենց հենց օդով տվեցին մեր թշնամուն, ժամանակը կգա նորից կվերադարձնենք, մեր արունը չի կորի, մեր երեխաների, մեր հերոսների, փառք ընկած մեր հերոս զինվորների։ Ես ուզում եմ բառացի մեջ բերել երեք ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, ասաց Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Ճակատագրական սխալ չի եղել, դա ոսկե էջերով մեր հայ ժողովրդի պատմության մեջ պետք է գրվեր, որպես ամենահերոսական գործ, վերադարձ Ղարաբաղը վերադարձնենք մեր հայրենիքին։ Այսօր դուք հասկացաք, որ Հայաստանի ղեկավարը պիտի ասեր վերադարձն է ճակատագրական հարց, պիտի վերադարձնել, դուք այդպես հասկացաք։ Պիտի վերադարձնենք։ Դուք հասկացաք, թե կորուստն է ճակատագրական սխալ եղել եւ պետք է վերադարձնել։ Այո, պիտի վերադարձնենք, անպայման։ Շատ խորից ինքը Ռուսաստանից է, ինքը մեր Վազգեն ասար, մեր Ինչ վիդա ասեմ, ասեցիր արդեն գեներալ, ամեն ինչ ասեցիր։ Ղարաբաղը մեզ համար սուրբ հող է։ Անշուշտ, մեր սիրտն էր Ղարաբաղը եւ անպայման պիտի վերադարձնենք։